Ընտրեմ Նաիրա Զորաբյան։ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը քանիցս ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ։ Մենք փորձեցինք կոնստրուկտիվ դաշտում, հույս ունենք կոնստրուկտիվ դաշտում պայմանավորվել, շատ կարճ ժամկետում բերել օրենքի նախագիծ, որը հիմնավորապես կլուծի այս խնդիրը եւ կհանի փոքր եւ միջին ձեռներեցների մտահոգությունը։ Բնականաբար մենք կողմ չենք կարող քվեարկել ժամանակ ձգելուն եւ իհարկե նաեւ դեմ չենք, որովհետև դեմի դեպքում կմնա այս վատ տարբերակը, ուստի Բարգավաճ Հայաստանը այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ։ Ժամանակը ձգել հնարավոր չէ, Ռուբեն Հակոբյան։ Շնորհակալություն բարի լույս, շնորհակալություն զեկուցողի եւ համազեկուցողին, որ շատ կոնստրուկտիվ են ընդունել մեր ելույթները, բայց պետք է ասել պարոն Այվազյան, վարչապետի այդ հանդիպման ժամանակ մեր ձեռնպահ քվեարկելը պայմանավորված է նրանով, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում նկատի ունենալով մոտեցումների ընդհանրությունները, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում մենք միասնական միատեղված նախագծով կներկայանանք։ 6 ամսվա մասին խոսքը դուրս է եկել, եւ եթե առաջիկայում չլինի, մենք հայտարարել ենք ինչ կանենք։ Մեր խմբակցությունը բնականաբար հիմք ընդունելով վարչապետի հետ մեր պայմանավորվածությունները ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալ։ Արմեն Ռուստամյան։ Մենք էլ նույն մտահոգությունն ունենալով, որ եթե այս օրինագիծը չանցնի կմնա ավելի վատ տարբերակը, հենց կողմ ենք քվեարկում, որպեսզի անցնի։ Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, քանի որ քաղաքական ուժերով ազգային ժողովի նախագահի կաբինետում քննարկում է եղել վարչապետի հետ եւ եկել ենք մի որոշման, որ առաջիկա 3 շաբաթվա ընթացքում պետք է լուծում գտնել այս նախագծի հետ կապված եւ որևէ խոսք չի եղել մինչեւ հուլիսի 1-ը ձգելու ինչ որ նոր նախագծի հետ կապված, պարզապես մենք ձեռնպահ կմնանք, իհարկե, որպեսզի կարողանանք նաև հնարավորություն տալ, որ փոքր եւ միջին ձեռներեցները շարունակեն իրենց աշխատելը նախկին օրենքի շրջանակներում եւ ինչպես պայմանավորվել ենք, ես կարծում եմ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, մենք մինչեւ հաջորդ քառօրյան պետք է լուծում գտնենք, եթե ոչ պետք է սկսվեն արտահերթ նիստերը։ Վարդան Այվազյան։ Շնորհակալություն, քանի որ իմ ազգանունը հնչեց, պարզապես իմ գործընկերներին ես չէի ուզում քննարկում։ Օրենքի նախագիծը մինչև հուլիսի 1-ը գրած։ Այսինքն, եթե մենք քվեարկում ենք, խոսքը վերաբերում է օրենքի նախագծի վերաբերյալ։ Եթե դուք առաջարկություններ ունեք վաղվանից սկսելու, դրա համար մեր կոչ եկեք վաղվանից սկսենք աշխատելը։ Սրա մասին է գնում։ Վարան Բաղդասարյան։ Մենք առաջարկում ենք, որ օրենքը մինչև հուլիսի 1-ը հետաձգի։ Այդ իսկ պատճառով, որպեսզի ձեզ կարողանանք հնարավորություն տանք նորից քննարկումներ շարունակելու, հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկել։ Լևոն Զուրաբյան։ Կոնգրեսի դիրքորոշումն էլ ասեմ, մենք իհարկե հասկանում ենք, որ եթե այս նախագիծը ընդունվի, դա այս ստեղծված վիճակում ամենալավ լուծումն է, բնականաբար բոլոր մտահոգությունները հաշվի առնելով այդ ամեն ինչ հասկանում ենք, բայց կառավարության եւ իշխանությունների այս անհետեւողական անսկզբունքային քաղաքականության համար մենք ընդհանրապես պատասխանատվություն չենք ցանկանում կրել։ Դրա համար մենք քվեարկելու ենք ձեռնպահ։ Ողջունում եմ այլակարգությունը, քվեարկության է դրվում շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 75, դեմ 1, ձեռնպահ 40 որոշումն ընդունվելու եւս մեկ քվեարկություն ունենք, հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի խմբակցությունները քննարկումների արդյունքում որոշակի համաձայնություններ են եկել ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվի հանձնաժողովի ձևավորման հարցում, ըստ որի ժամանակավոր հաշվի հանձնաժողովը